ստեղծվել է տպավորություն, որ ֆեմինիզմը տղամարդկանց ատելու մասին է։ Այդ ինչ եմ ուզումը, պետք է ունենա շատ հստակ ձևակերպում։ Եթե ես կին եմ ու կողքովս անցնում է հակառակ սեռ, ապա դա վտանգավոր է։ Այդ տղամարդու ֆունկցիան քո կյանքում ո՞րն է։ Ոնց որ ամբողջ աշխարհում 1.80 լինի, կապույտ աչքերով լինի, Շոպենհաուրից մինչև Կանտ, Դյումայից մինչև Շեքսպիր սեր զգալու վրա ոչ մեկ չի կենտրոնանում։ շատ մարդիկ մոլախոտովել են շատ երջանիկ, այնքանա հողը չերևա։ Ցանկալի է ուզել ոչ թե մարդ, այլ հոգեվիճակ։ Դու չունես անձնական կյանք, քանի չունես հարաբերություններ։ Այդ համոզմունքներով գալիս են, որ իսկ ինչի չեն ստացվում իմ մոտ հարաբերությունները խորանում ես ու հասկանում ես, որ ինքը վախում է տղամարդկանցից։ Բարև ձեզ սիրելի այլ կարծիքասերներ, գեղեցկագույն համայնք, որը հավաքվել է այս ֆանտաստիկ փառահեղ կոնտենտի շուրջ եւ այսօր հերթական շաբաթ օրը ես պսպղում եմ ձեր էկրաններին, Նելին շուտով կպսպղա ձեր էկրաններին, կադրից դուրս ունենք հյուր, միգուցե եւ ձայնից գուշակեք, ասենք ով է կադրից դուրս այսօր մեկնաբանություններ անելիս, տեքստից կհասկանան։ Այո, մինչ Նելին կանցնի իր աշխատանքային պարտականություններին, մենք անդրադառնանք իմ ասելիքներին եւ ձեր անելիքներին։ Անելիքներից բաժանորդագրվեք, խնդրում եմ մեր ալիքին, որովհետեւ ամեն դեպքում մենք հագնվել ենք, սաներվել ենք, նույնիսկ դիմահարդարվել ենք, եկել նստել ենք այստեղ, հրանտին քնից հանել բերել ենք, հյուր ունենք, ում ձայնը կլսեք ընթացքում, իսկ ձեզնից գնում է սեղմել ընդամենը մեկ միավոր կոճակ։ Խնդրում եմ, սեղմեք այդ կոճակը։ Եթե այդ բոլոր փուլերն արդեն անցել եք եւ զզվեցրի իմ բաժանորդագրվելու կոճակ, կարող եք Patreon դառնալ եւ պլյուս 1000 կլինի ձեր կարմային, ներդրեք ձեր կարմայի մեջ, իսկ եթե կարմայի ներդրումներ չեք ուզում, կարող եք օգտվել ֆանտաստիկ նորույթով, որն առաջարկում է Evoca բանկը, նոր Evoca Invest համակարգը, որտեղ կարող եք մուտք գործել թե վեբ տարբերակով, թե մոբայլ տարբերակով, կարող եք միանալ իրենց Telegram-յան ալիքին եւ ցանկացած վայրից, ցանկացած ժամանակ Telegram-յան ալիքից տեղեկանալով բոլոր նորությունների մասին, արժեթղթային շուկաների եւ հնարավոր ֆինանսական ներդրումների ճիշտ կառավարեք ձեր ֆինանսները, ինչպես մենք ճիշտ ենք կառավարում մեր ժամանակը եւ չենք վատնում փոխարեն այս փառահեղ կոնտենտն ենք ձեզ ներկայացնում Telegram-յան ալիքի հավելվածի ամեն լինքերը կարող եք գտնել հաղորդման նկարագրում մեզ էլ ինչ տակ, երբ որ հարստանաք այդ արժեթղթերի շուկայում մեզ չմոռանաք Նելին այսօր այստեղ է Ինչ ենք այսօր քննարկելու Ինձ թվում է ընտրել ենք թեմա, որը հետաքրքիր է բոլոր աղջիկներին, առաջի հերթին, ինչու ոչ տղաներին նույնպես, ստանալով բազմաթիվ նամակներ, որոնց մեջ ընթերցվում է բողոքը, կարծում ենք, որ այս սեղանի շուրջ այդ թեման արժանի է քննարկվել, իսկ բողոքը բնականաբար տղամարդկանցից է։ Ինչ են բողոքում տղամարդիկ։ Դիտեք այլ կարծիքին։ Կանայք, ինչ են բողոքում կանայք տղամարդկանց մասին։ Այդ արտահայտությունը ինձ թվում է ես ու դու էլ շատ ենք լսել եւ մեր շրջապատում եւ անձնական նամակներում, որ լավ տղաներ չկան։ Դե տղաներն էլ ասում են լավ աղջիկ։ Իմիջիալոց միանշանակ, եթե ձեր շրջապատում մոտիկ տղաներ ունեք, վստահաբար 50-50 այս նախադասությունը լսվելու է, բայց ամեն դեպքում մենք այսօր քննարկում ենք այն կողմը, ու որ ուզում եմ հարաբերություններ, փորձում եմ Միգուցե ինչ որ հանդիպումների եմ գնում, չգիտեմ, ծանոթանում եմ, բայց առաջ չի գնում, որովհետև բոլորը ունեն ինչ որ խնդիր։ Вообще չեմ վիճում։ Ընդհանրապես չեմ վիճում։ Մենք այսօր բնականաբար էլի քննարկելու ենք Հայկանի օրինակով։ Շուտ, ես ուզում եմ ընդհանրապես մեկ միավոր ուշադրություն գրավել այս ստեղծված իրավիճակի վրա, որտեղ ես ինձ զգում եմ փորձարկման ենթակա փոքրիկ խամյակ, որովհետև ինչ մերնելին ակնաբուժությունը պատվով լքեց եւ մտավ հոգեբանություն եւ հոգեբուժություն, այլևս մասնագիտական էթիկայից ելնելով չենք կարող թույլ տալ իր օրինակների վրա որոշ բաներ քննարկել։ Իմ օրինակը, ես թեմայի սիրով, այս թեմայի մեջ, բայց իմ օրինակով ոչինչ չեն կարող քննարկել, որովհետև ես այդ խոսույթի հետ բացարձակ համամիտ չեմ։ Նոր դու համաձայնվեցիր այդ խոսույթի հետ, ես դրա համար ասացի։ Իսկ խոսույթի հետ բացարձակ համամիտ չեմ, որովհետև ես կարծում եմ, որ այսօրվա քննարկումը շատ արժի տանել այն ուղղությամբ, որ երբ մարդ ինքն իր մասին ամեն ինչ հասկանում է, ճիշտ է հասկանում։ Ու երբ դու փնտրում ես քեզ համապատասխանին ամեն առումով,
Հնարավոր չի անընդհատ բախվել նրան, որ ինչ որ բոլորը այն չեն։ Խնդիրը սկսվում է անտեղից, որ նախ մոտիվացիան ու ուզածը հասկանալի չի, որովհետև ես վստահացնում եմ, ես իմ պրակտիկայում եմ այդ շատ հաճախ տեսնում, այդ բողոքի տակ, որ շերտերով խորանում ես, հասկանալի չի բողոքը ինչի մասին է, մեկ երկրորդ հերթին չկա ձևակերպում, իսկ ինչ եմ ուզում։ Այդ ինչ եմ ուզումը պետք է ունենա շատ հստակ ձևակերպում։ Ու այդ հստակ ձևակերպումը այն 1.80 m լինի, կապույտ աչքերով լինի, դրա մասին չի խոսքը, որովհետև հենց այդ երբ որ այդ հարցը տալիս ես, այ միանգամից մտնում են այդ դաշտեն, որ սենց ոնց 1.80 m չեղավ։ Շատ ցանկալի է սկսել ուզենալ հոգեվիճակը նախ։ Ու նաև մոդելը հարաբերությունների ինչ ես ուզում։ Ու նաև ճանաչել քեզ ինչի ես ուզում։ Որովհետև մեզնից յուրաքանչյուրը հարաբերություններ ուզենալու է ինչ որ իր դրդապատճառներից ելնելով։ Մեծ մասը հիմա եթե մեզ լսողներից անկեղծ լինեն իրանք իրանց հետ, ասել են, որ ու ցանկանում են հարաբերություններ ունենալ մենակությունից փախնելու համար։ Արդեն կասկածելի մոտիվացիա է։ Եթե արդեն մոտիվացիան մի քիչ անառողջ կետից է գալիս, ինքը դժվար առողջ տեղ տանի։ Չեմ կարող չհամաձայնեմ, որովհետև ես վերջերս եկել եմ այն փառահեղ եզրահանգմանը, որ ես չեմ ուզում հարաբերություններ։ Ինչի։ Նախ հավես չկա։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում, որովհետև իմ այս պահի ռեսուրսը ու կյանքում ստեղծված հանգամանքները ինձ իմ մենակ ամպլուայում բավականին ներդաշնակ եւ օքեյ է։ Ես իմ առօրյայի տերն եմ, ես ոչ մեկի հաշվետու չեմ, ես չեմ ասում հարաբերություններում ինչ որ հաշվետվություններ տալու առիթ եւ պահանջ է լինում, ու շատերի մոտ լինում է, բայց ինձ համար այդ մոդելն ընդունել չի, բայց ամեն դեպքում մարդկանց պիտի ինչ որ բաներով հաղորդակցվել, կոմունիկացվել, պլաններ համապատասխանեցնել եւ այլն, որի ժամանակն ու հավեսը ես այս պահին չունեմ ամենայն անկեղծությամբ։ Ես հասկացել եմ, որ ես չեմ կարող ինչ որ մեկի հետ լինել ինչ որ հարաբերություններում եւ ինձ պահել ու դրսեւորել հենց որ դիմացինին չնեղացնեմ։ Ամենայն անկեղծությամբ։ Բայց ֆանտաստիկ նախադասություն էր, որովհետեւ իրոք սա հնչում է շատ անկեղծ։ Ես անկեղծ եմ, ոչ թե որ ինձ չնեղացնեն, այլ ես մարդկանց չեմ կարող տալ այն աուրան եւ մթնոլորտը եւ կառուցվածքը հարաբերությունների, որտեղ բացի ինձնից նաեւ դիմացինին ինչ որ կերպ հաճելի կլինի։ Ես կան, չեմ կարող։ Եվ կղզին կոչվելու է աղթամար, լինելու են տարաձայնություններ, դրա համար մեր սիրելի տղամարդկանց խնայելով այդ որոշումն եմ կայացրել իմ կյանքի այս փուլում, որ ես հիմա չեմ ուզում հարաբերություններ։ Ինչ վերաբերում է փնտրելուն, լավ, բան էիր ասում, ասա, այդ փնտրելուց ուզում եմ ասեի, որ այս շատ հոյակապ է, որ դու այսքան գիտակցում ես ու ենթադրաբար դրա այդ գիտակցելով ոչինչ դրա համար չես անում։ Հա, միանշանակ։ Դա սկսվում է այնտեղ, երբ որ այդքանը չեն գիտակցում կամ գիտակցում են, բայց միևնույնն է ինչ որ բան անում են։ Հասկանում ես, եթե քո կյանքում տեղ չկա այդ հարաբերությունների համար, իսկ այդ հարաբերությունները տղամարդը կինը, իհարկե տղամարդուն են քննարկում, բայց հա վերաբերում առհասարակ զույգին։ Եթե ինքը չի ունենալու տեղ, ընդ որում sense լավ մեծ տեղ, որովհետև ամեն դեպքում հարաբերությունները կյանքի էական ոլորտ են։ Եթե տեղը զբաղված է օրինակ նախկինով, շատ շատերը իրանց գլխում շարունակում են հարաբերվել նախկինի հետ, իրական հարաբերությունների մասին չի խոսք, այդ հարաբերությունները կարող է 5 տարի առաջ վերջացել են, բայց եթե դու 5 տարի շարունակում ես գլխումդ իր հետ կռիվանես, իր էջից դուրս չգաս, ֆեյքերով ապրես այդ էջում, իր նոր ընկերուհու էջից դուրս չգաս, հետևես իրան ամենտեղ, որտեղ հնարավոր է, ամեն անգամ տնից դուրս գալուց մտածես ինձ տեսնելու է թե չէ, դու շարունակում ես ունենալ հարաբերություններ, տեղը խիստ զբաղված է, ու դա կարդացվում է։ Մարդ ով գլխում ազատ չի հարաբերությունների համար, այդ տեղը կարող է զբաղված լինի ֆինանսական խնդիրներով, կենցաղային խնդիրներով, ընտանեկան խնդիրներով, ինքնագնահատականի հետ խնդիրներով, հազար ու մի խնդիրներով, բայց եթե տեղը զբաղված է, դա ընթերցվում է։ Միանշանակ։ Ու երբ որ դու հələ քո հարցերը չես լուծել, այս ընդ որում ես հոգեբանական շերտի ամենամակերեսային մասը ասացի, հələ ես իրական էլի շատ բաներ ունեմ այստեղ ասելու։ Հաղորդման շրջանակներում հնչելու է լիքը քննադատություն աղջիկների։ Այսը գալու են լոլիկներով ու եթե դու այդքան մասը անգամ ինքդ քո հետ չես լուծել, մտնել պրետենզիայի դաշտ, ինչը ընտեղ լուծած չի, մի քիչ խնդրահարույց է։ Ու այստեղ բացարձակ հարցը նրան չի, ես միանշանակ կիսում եմ բոլոր այն կարծիքները ու պրետենզիաները, որոնք կան ժամանակակից արական սեռի ներկայացուցիչների նկատմամբ, բայց ես ունեմ խորը համոզմունք, որ սկսել պետք է մեզնից։ Միանշանակ։ Ու եթե քո գլխում այդ
ու որքան արած չի, դարակներով ամեն ինչը դասավորած չի, առաջնայինը երկրորդայինից դեռ տարբերակած չի, դու չունես բացատրությունը քո համար վերջը, այդ տղամարդու ֆունկցիան քո կյանքում որն է, որովհետև շատ աղջիկներ այստեղ էլ է սկսում շատ մեծ խնդիր, երբ որ հարցնում ես, ասում ես ինչի համար է պետք, ինչ է անելու, որովհետև երբ որ այդ քո նման սկսում են թվարկեն, ես ժամանակ չունեմ, ռեսուրս չունեմ, հավես չունեմ, ես բա ինչ է անելու։ Ու եթե մի հատ էլ այդտեղ էլ պատասխան չկա ու պատկերացում չկա ինչ է անելու, ուստեղ բանի հարցը չի, հա, որ ասենք, չգիտեմ, ֆինանսապես ինձ պիտի ապահովի կամ պիտի ինձ գործից տանի տուն, այդ ֆունկցիոնալի մասին չի խոսքը, բայց ընդհանրապես ցանկալի է, որ հարաբերությունները ունենան ֆունկցիա, ինչ որ ամեն մեկի կյանքում նենց ոնց ինքը պատկերացում է, եթե այդ պատկերացումն էլ չկա, ագրեսիան ավելորդ է արագասերի նկատմամբ, ես կարծում եմ այդ պարագայում։ Նել արի ընդունենք, որ առհասարակ, չեմ ուզում կենտրոնանալ մենակ մեր երկրի կամ մեր հանրության վրա, բայց առավելապես Հայաստանում եմ նկատել դա, որ ամեն դեպքում հանրային ճնշումը մարդկանց կյանքը, անձնական կյանքը դասավորելու, չգիտեմ ինչի այդ անձնական կյանքն ասված, կյանք ասվածը դիտարկվում է մենակ հարաբերությունները, այսինքն որ մարդ մենակով կարա լինի ներդաշնակ, երջանիկ, ճամփորդի, ընկերներ ունենա, աշխատի, տառապի, դեպրեսիայի մեջ մնի, դեպրեսիայից դուրս գա, դա ամենաանձնական կյանքն է, այսինքն այդ անձնական կյանքի աղճատված կոնցեպտից հանրային խոսույթում սկսվում է էպոպեյան, երբ դու չունես անձնական կյանք, քանի չունես հարաբերություններ։ Երկրորդ կետով գալիս է արդեն այն, որ մարդիկ բավականին վաղ տարիքում այդ առաջին կետի շորշոփի տակ փնտրում են այդ անձնական կյանքը, չիմանալով ինչի համար է դա, իրանց կյանքի այդ փուլում ինչ է իրանց պետք, բայց այստեղ ոչ թե քննադատություն է այդ մարդկանց նկատմամբ, չնայած իրոք չեմ հասկանում, բայց այդ իներցիան է, հա, ստադնի ինստինկտով բոլորը ամուսնացել են, դե ես էլ պիտի ամուսնանամ, ամեն դեպքում էլ խեմ կին ծնվել։ Երրորդ կետով գալիս է էլի անդրադառնալով հանրությանը վերջին ժամանակաշրջանի երևի վերջին 7-8 տարում ինչ սկսեց այս ինֆորմացիոն հոսքը եւ այս տրենդերը եւ այդ գեղեցիկ գեղեցկությունները, երջանիկ երջանկությունները, գելենտվագեններն ու հազար ու մի վարդերը, կարծեների տուփերն ու ես իմ ինչերը մարդկանց մոտ աղճատված պատկերացում սկսվեց հարաբերության մասին ու դա վերածվեց սպառողական վերաբերմունքի, ոչ թե հարաբերություն ունենալու անհրաժեշտության դեֆիցիտ լրացնելու։ Ապրես դեֆիցիտ լրացնելու եւ որ դե բոլորն ունեն չգիտեմ, այնտեղ այդ վարդերն ու կարծիեները կան, իսկ այստեղ ինչ որ, չգիտեմ, մեր ընկեր Վաղարշակը եկել է ինձ տեսնելու 6 հատ կակաչով։ Ոնց կարամ ես սենց անեմ, ես լող չեմ։ Ու ես այդ խոսակցությունն անձամբ լսել եմ սրճարանում դեռահասության շեմն անցած աղջիկների կողմից, որ քննարկում են քոլեջի տղաներից ինչ-որ մեկին, որը ուխաժվեց երանում, բայց տենց բավականաչափ ուխաժվեց չերանում։ Այսինքն այն միտքը, որ խոսքը գնում է հասակակցի մասին, ով 16 տարեկանում միակ բանը, որ ունի ծննդյան վկայականն է ու դա նորմալ է, այդ չի դիտարկվում։ Ու այդ տենց գնում է ու շատ մեծ տարիքում էլ, հա, չգիտեմ, 25 տարեկան, 30 տարեկան, 35 տարեկան 10-ից 9 հոգուն, որ հարցնում ես, գալիս է սենց մի հատ մեծ նյութական ցուցակ աննկարագրելի նյութական ոչ մեկ չի խոսում ինչ եմ ուզում ես ստանամ էմոցիոնալ տեսանկյունից ոնց եմ ես ուզում ինձ կամ այդ հարաբերություններում փոխարենը գնում է ուզում եմ այսքան փող ստանալ ուզում եմ այսինչ բաներն ինձ առնի ուզում եմ տարին երկու անգամ գնանք այսինչ տեղեր ու որ sense լսում ես աչքիդ առաջ գալիս է ամբողջ ինստագրամյան ռիլերի ցուցակը որտեղից է եկել այդ ցանկությունների շարքը ու որ հարցում ես ասենք չգիտեմ դու ուզում ես գնաս օրինակ նիցա այդ քո ասած հյուրանոցում ապրես ինչի համար սա ճպճպացնելով նայումա դեմքիդ որտեղ այնտեղ պատասխան չկա տեսել ենք կրկնօրինակում ենք ու հետեւաբար երբ հանդիպում են ուղակի մարդկանց ոչ ինստագրամյան մարդկանց այլ ուղակի մարդկանց բախվում են իրական կյանքին այո բախվում են իրականությանը ու սկսում է մերժումը այդ իրականության դրա համար այդ մերժողը աղջիկներն են հետեւաբար տղաներն էլ ասում են նորմալ աղջիկ չկա ու ինքը հավի ձվի պատմությունն է դառնում վտոգի Դու նյութականի մասին ասացիր, ես քո հետ համաձայն եմ, բայց իրականում նյութականից դուրս այնտեղ երբ որ խորանում ես մի հատ էլ մոդելի նկատմամբ, վերաբերմունքի նկատմամբ ինչ պահանջներ կան, իմ կարծիքով ճիշտ այնտեղ ավելի տխուր պատմություն է սկսում։
Վերաբերմունք ինչ ասել է վերաբերմունք։ Մենք այդ քննարկել ենք, չեմ ուզում կրկնվեմ, երբ որ օրինակ տղամարդուն տալիս են հորդերը, գլխակը դիր, չմրսես, գործից տուն հասար թե հոգնած ես, թե հոգնած չես, այն որ պիտի անընդհատ ինչ որ բան լինի, շատ ազատ լինի ու անընդհատ մտածի, հանկարծ ոտդ քարին չխփես։ Դրա հետ մեկտեղ այդ անverջ ինչ որ քո շուրջ պիտի պտտվի ամեն ինչը, ինչ որ շատ ռոմանտիկ բաներ, դու ասացիր, որ այդ սոցցանցերից ա եկել, բայց իմ կարծիքով նույն մեր սերնդի հետ ահա որ վատ խաղ են խաղացել ֆիլմերը։ Միանշանակ։ Ռոմանտիկ ֆիլմերը, որոնք որ ձևավորել են միանտանելի ինչ որ ընկալում հարաբերությունների մասին, տղամարդկանց մասին նույնպես, որ ինչ որ շատ հրաշալի ձևով մի տղամարդու մեջ տեղավորվում այն, որ sense օր ու գիշեր առավոտը զարթնի քո մասին մտածի ու մինչև ամբողջ օրը մենակ քո մասին մտածի, դրա հետ մեկտեղ լինի Forbes-ի առաջին տասնյակում։ Ցանկալիա հնգյակում ու շատ ազատ, միշտ։ Ու մենակ քո մասին մտածի այդ ամբողջ ընթացքում։ Ու ինչ որ հոյակապ ու ցանկալիա լինի նաև շատ երիտասարդ, շատ գեղեցիկ, քեզ տեսնի ու մեկ էլ աննկարագրելի սիրահարվի, ու ստեղ գալիս ենք մյուս ահա որ անառողջ կետին, որը որ նույն այդ ֆիլմերն են մեր վրա փաթաթել, որոնք են ստատիստիկայով կանանց դուր եկող ամենահետաքրքիր ու սենց գրավող բաները, սցենարները ռոմանտիկ ֆիլմերում։ Պսիխոպաթներն ու նարցիսները։ Այդ երկրորդ տեղում, հա։ Չէ, առաջի տեղում են ֆիլմերն են, որտեղ պայքարում են իրանց սիրո համար։ Իրանից ոչ մի բան չներկայացնող աղջիկը։ Հա։ Մեկ էլ հայտնվում է մի հատ իրականության մեջ, Ահա։ որտեղ իրանից լիքը բան ներկայացնող տղամարդը սկսում է ամեն ինչը պտտացնի իր շուրջ։ Կրասոտկան։ Պատմություն, որը որ շատ ինձ թվում է աղճատելու աղավաղելը շատերի պատկերացումները, չնայած որ ես այդ ֆիլմը շատ սիրում եմ, բայց ինքը իրականության հետ ընդհանրապես ճիշտ ասած կապ չունի, էլի։ 50 оттенков серого։ Ասենք այն քանակը գրքի, որ վաճառվել է, ու այդ ֆիլմի նկատմամբ հետաքրքրվածությունը միանշանակ Նիկնիկի վամպիրը Սումերկին իր ամբողջ գրքացուցակով, ֆիլմացուցակով, որը ես էլ մեծ սիրով այդ տարիքում կարդացել եմ, ինձ էլ էր շատ դուր գալիս։ Այդ բոլոր ֆիլմերը բայց ինչի շուրջ են պտտվում։ Երբ որ նույն 50 оттенков серого, հա, երբ որ իրանից ոչինչ չներկայացնող հանկարծ հայտնվող ինչ որ իրավիճակում աղջիկը, ով իր մասին գիտի, որ ինքը ոչ մի բան չի ներկայացնում, հա, այնտեղ ինչ որ մաքսիմալ ցածր ինքնագնահատականով, ոչ մի բանի մասին կյանքով, որպես կանոն այդ հերոսուհիները տենց են ներկայացված։ Մեկ էլ հայտնվում է ինչ որ տենց իրավիճակում, այդ տղամարդը տեսնում է, ասում է, ես իմ ամբողջ գիտակից կյանք, չգիտես ինչի քեզ էի սպասում, այս իմ ամբողջ հիասքանչ շրջապատում, իմ ամբողջ շփումների շրջանակներում քո նման ես չեմ գտել, ես փնտրում էի քեզ, հենց քեզ դեմքիդ նայեցի մի անգամից, երբ որ դու գրիչը կրծում էիր, ես հասկացա, որ սա է մանեկել, չէ, այս ցիտատը այդ 50 оттенков серого, իրոք տենց է։ Ու դրանից հետո սկսվում է private jet-երը, այդ տղամարդը իր այդ փչացած կյանքն է թողում քո համար, այլ ամբողջ հարազատությունն է թողում քո համար։ Ու այդ չի կարող բնական է, հոյակապ վաճառվում է աղջիկների վրա ու չի կարող չգրավի։ Բայց այն ասած, երբ որ իրական կյանքը գալիս է թակում է դուռը, սիրելի աղջիկներ, շատ ցանկալի է յուրաքանչյուրս ինքներս մեզ այդ հարցը ժամանակին տանք ու պատասխաններ ձևավորենք, իսկ ինչ եմ առաջարկում ես հարաբերություններում։ А я никому ничего не должна։ Ու լիքը մարդ էս պատասխանն է տալու։ Եթե անգամ ուղիղը տենց չձևակերպեց, այդ я никому ничего не должна, ոսից մի քիչ խորանաս տակը էտա։ Արի մեկ միավոր քննարկում նույնպես ծավալենք, որովհետև ես չեմ կարող չանդրադառնալ եւ վստահ եմ շատ հակասական արձագանքներ են գալու այս թեմայով, բայց դե հիմա այդ են գները։ Մեր հաղորդումն է, մեր կարծիքն է, ինչ ունեն անեն։ Հա, ժողովուրդ, իմջալոց հա, էլի, ես հեղինակային հաղորդումը, ճիշտ ասած, այս սեղանի շուրջ գտնվող երկու անձը ինչ ուզում էտել քննարկում են, как бы տենց։ Իրական կոնստրուկտիվ մեկնաբանություններին երբեք դեմ չենք, բայց խնդրում եմ գիտակցված եւ մտածված բաներ գրեք, որովհետեւ տենց ստատնի ինստինկտով գրված կոմենտներն արժանանում են համապատասխան վերլուծության եւ պատասխանի։ Ինչ է ուզում ասեի, նաեւ շատ այդ ամեն ինչին նպաստել է ֆեմինիզմի աղճատված մեկնաբանությունը։ Պամիդորների ձայնն եմ լսում։ Ну հիմա պամիդոր չի, ես թանկա պամիդորը։ Պետք չի կերեք պամիդորը փոխարենը։ Լիքը լավ բջջանյութ կա մեջը։ Ինչ չեմ ասում ֆեմինիզմը, որովհետև այն ինչ որ քարոզվում է հիմա ամեն երկրորդ չայնիկից որպես ֆեմինիզմ,
ֆեմինիզմի հետ հաճախ աղերս չունի, որովհետև ֆեմինիզմը կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության մասին է, որպեսզի կանայք եւ տղամարդիկ ունենան հավասար իրավունքներ տարատեսակ գործառույթներում, ոլորտներում, ասպարեզներում, ինքնադրսևորման մեկի մյուսի մեջ, բայց ինչ որ մարդկանց թեթև ձեռամբ եւ այդ քո ասած գրավելու, աչոք հավաքելու, լսարան հավաքելու եւ շատ տարատեսակ միտումների պատճառով ստեղծվել է տպավորություն, որ ֆեմինիզմը տղամարդկանց ատելու մասին է եւ տղամարդկանց դեմոնիզացնելու, այսինքն եթե հիմա ասվում է ֆեմինիստ, ընկալում եմ, որ դա ինչ որ տղամարդատիաց, տղամարդուն քննադատող, կանանց տղամարդկանցից վեր դասող, բոլոր տղամարդկանց նույն սանրով կանանց ու աղջիկների մասին է խոսքը։ Ու շատ հաճախ հանդիպել եմ նախադասություն ու կարծում եմ հենց դրանից է գալիս ինչ որ ռիլեր կամ ինչ որ սթորիներ կամ ինչ որ վիդեոներ, երբ նախադասությունը կանայք սկսում են ես ֆեմինիստ չեմ, բայց դա համ իմ համար շատ տարօրինակ է, համ շատ զայրանում եմ, համ լիովին հասկանում եմ, որովհետև այդ աղճատված խոսույթում ու մեկնաբանության մեջ դրա հետ չես ուզում ասոցիացվես դրա հետ, բայց յուրաքանչյուր աղջիկ, որը առնվազն կյանքում մի անգամ կրել է տաբատ, գնացել է ընտրության, ամեն դեպքում այդ հեռախոսն այսենց պահած իրան նկարում է ու ասում է ես ֆեմինիստ չեմ, բայց այդ ֆեմինիզմի իրական ֆեմինիզմի արդյունքում է, որ մենք այսօր ստեղ նստած ենք, դուք նայում եք, գadget ունեք նայելու ու առհասարակ սոցիալական էակ ենք նույնքան, ինչքան տղամարդիկ, ու սա որևէ կերպ չի բացառում եւ չի հերքում այն փաստը, որ կան շատ վատ տղամարդիկ, ու կան շատ վատ կանայք։ Այստեղ կա հավասարություն նույնպես ու մի կողմին մեղադրելով այդ միակողմանի հեյթն ու ատելության խոսքը ու այդ պարտադրանքն ամեն հարցում ոնց որ Նելին ասեց մեկ վարքյան հետ հայացք ձգենք ինքներս մեզ հասկանանք բա ինչի է սենս լինում ու այդ անընդհատ այս վատներ են բոլորը վատն են ամտակի բեդնի и несчастные այտենց չի լինում պրոստը չի լինում Այստեղ խնդիրը հենց տերմինոլոգիան է Այսինքն ինչի ֆեմինիզմ, եթե ֆեմինիզմի սահմանումը դու նայում ես օֆիցիալ, դա սեռերի հավասարության մասին է։ Ինչ են կանոնը դնում ֆեմինիզմ։ Հասկանում ես, որ ֆեմինիզմը իրարից արդեն ենթադրում է կանանց առավելությունը տղամարդկանց համեմատ։ Այսինքն որ մարդիկ սկսում են իրանց խոսքը ասելով որ ես ֆեմինիստ չեմ, բայց հենց էդի նկատի ունեն, որ ես չեմ համարում, որ կանայք ավելի բարձր տեղ են զբաղեցնում հասարակության մեջ, քան տղամարդիկ։ Մի քիչ կվիճեմ ստեղ, որովհետև ինձ թվում է այդ ֆեմինիզմ տերմինն եկել է ոչ թե ընկետից, որ կանայք ավելի բարձր են, այլ կանանց վրա կենտրոնացնելու, որովհետև առաջին շարժումից առաջ կանայք շատ ավելի ցածր են եղել, որպեսզի այդ կին եզրույթը կա հավասարվի տղամարդկանց։ Նու համենայն դեպս ես միշտ տենց եմ մեկնաբանել։ Այդ դրանից հետո հաջորդած շարժումները մեկը մեկից ավելի սարսափելի եւ ահավոր էին ու դա հանգեցրեց այդ բանին աղճատման հասկացության։ Ու շատ մեծ ճշմարտություն կա ասացիդ մեջ, եթե այդ ես ֆեմինիստ չեմ, բայց ասողները այդ լոգիկայով են շարժվում, բայց ինձ թվում է այդ լոգիկայով չեն շարժվում, որովհետև այն հեյթը, որ արհեստական կերպով առաջացրել են ֆեմինիստների հանդեպ, այն իրական ֆեմինիստները, ովքեր ուղղակի ուզում են աշխատեն, ովքեր ուղղակի ուզում են ինչ որ աշխատանքում հավասար վճարվեն, ինչպես կվճարվեր այդ նույն պաշտոնին տղամարդը սերով պայմանավորված խտրականություններ եւ այլն չլինեն, այդ հիմնական կոնցեպտների շուրջ։ Այդ չի ընկալվում որպես ֆեմինիզմը։ Ֆեմինիզմը ընկալվում է որպես տենց բացառապես կատեգորիկ իմպերատիվ բոլոր տղամարդկանց հասցեին։ Նու համենայնպես ես եմ դա այդպես մեկնաբանում, maybe I am wrong։ Առաջին ալիքը ֆեմինիզմի որ վերջացավ, այսինքն կանայք հասան լեգալ հավասարության, կարելի էր այսպես ասած այդ շարժումը ռեբրենդ անել ու թողնել ուղակի հավասարությունը։ Շատ համաձայն եմ, որովհետև բոլոր գիտակից տղամարդիկ համարում են կանանց իրանց հավասար, բայց ոչ նույնականացած, այսինքն որովհետև նույնը չէ։ Միանշանակ ոչ, հավասարություն դա չի նշանակում նույնականացում։ Միանշանակ։ Կանայք ու տղամարդիկ բավականին տարբեր են, պրիմիտիվ ֆիզիոլոգիայից սկսված, հոգեբանությամբ եւ
գործառույթով կյանքում ու սոցիալական դերերով։ Շատ համաձայն եմ։ Ու այդ տարբերությունը ինձ թվում է պետք չի ջնջել կամ թաքցնել, Կամ խուսափել այդ տարբերությունից, որովհետև այդ տարբերության խուսափումը բերում է նրան, ինչը մենք ունենք այսօր հասարակական, սոցիալական դերերի խառնաշփոթին ու սա ուղիղ վտանգ է սպառնում մարդկությանը։ Ես շատ համաձայն եմ այս եզրույթի հետ։ Գործում է նատուրալ սելեկցիայի խախտում, այստեղ կոնկրետ։ Ну, այստեղ չխորանամ ինչի նկատի ունեմ դրանով, բայց մենք հասկացանք։ Բայց հարգելի ձայն բանի կամերայի հետ։ Վետոր։ Հարգելի ձայն։ Հարգելի խոսնակ, դուք համաձայն եք այդ պնդման եւ եզրույթի հետ, որ հաստատ տղամարդիկ նույնպես խնդիր ունեն կանանց որակի հետ։ Միանշանակ։ Բայց այստեղ գիտես ինչ հարց կա, որ մարդիկ իրենց սեփական փորձառությունը, նեգատիվ փորձառությունը ընդհանրացնում են ու ինչ որ մի ամբողջ սերին կարան բնութագրեն որպես վատը կամ լավը։ Իսկ այնտեղ բացարձակ գիտակցվածության պակաս է դա։ Եթե դու քո փոքր կյանքում նեգատիվ բանով չեմ ասում, ունեցել ես վատ փորձեր, մի քանի նույնիսկ կամ երբևիցե չես ունեցել լավ փորձ հակառակ սեռի հետ, դա դեռ չի նշանակում, որ այդ ամբողջ սեռը լավն է կամ վատն է կամ սպառվել են լավ աղջիկները կամ լավ տղաները։ Այո, միանշանակ։ Ու ամբողջ խնդիրը գալիս է նրանից, երբ որ այդ տեսակ մարդիկ սոցիալական հարթակում ստանում են տրիբունա, խոսալով մեծաքանակ հանդիսատեսի հետ։ Ու տարածում են իրենց նեգատիվ փորձառությունը այն մարդկանց վրա, ովքեր դեռ փորձ չեն ունեցել կամ ունեցել են նմանատիպ փորձ եւ ստանում են վալիդացիա իրենց համոզմունքներում, որ բոլորը նույնն են։ Ու հենց այդ վալիդացիայի ու հենց նմանատիպ մարդկանց հաշվին է, որ այդ անհայտ ցակման մարդիկ ստանում են տրիբունա, ու այդ տրիբունան գնալով բարձրանում է, ու այդ լսարանը գնալով մեծանում է, որովհետեւ այդ տրիբունայից հաղորդվող որևէ խոսույթի շուրջ չկա որևէ տեսակի վերլուծական եւ կառուցողական մոտեցում, կա նախրային վնաստ ու ագրեսիա։ Ու այստեղ շատ հետաքրքիրն է, որ երբ ես ատելության խոսքին շատ դեմ եմ, որևէ կերպ չեմ հորդորում, բայց կառուցողական քննադատությունն ու ատելության խոսքը դրանք երկու կատեգորիկ տարբեր բաներ են, ու երբ այդ կառուցողական քննադատմամբ բացարձակ հարգանքով փորձում ես հակասել տվյալ նյութի տակ, գալիս է մի բանակ, մտնում են էջդ, սկսում են արտակնիցդ, անդրադառնում են content-իդ, ինչ որ մի 100 հոգի առանց հասկանալու, եթե չի տեսնում ինչ որ տենց 6 հատ սրտիկ 8 հատ պաչիկ քո կոմենտի վերջում, վсё վատն է այդ կոմենտը, ոչ մեկ չի կարդում, ոչ մեկ։ Բանականության պակաս կա ու շատ էմոցիոնալ մոտեցում։ Իսկ ինչը չափազանցրած էմոցիոնալ մոտեցմամբ է, իմ կարծիքով սխալ է։ Շատ համաձայն եմ։ Ոստեղ շատ հետաքրքիր է, որ հիմնականում այդ տրիբունա ամբիոն ստացող եւ ստացած անձինք չեն վարանում ամեն անգամ տվայտվել sisterhood-ի շուրջ, որ մենք բոլորս կանայք համար, որը ֆանտաստիկ գաղափար է, որովհետեւ իրոք եթե կանայք բոլորը միմյանց սատարեն, դրա էներգետիկ դաշտը աննկարագրելի գործերի ունական էլ, բայց այդ նույն մարդիկ, ովքեր սատարում են եւ առաջ են տանում այդ sisterhood-ի կեղծ օրակարգը, մեկ էլ տեսնես մի կնոջ անենց հեն չփխում կոմենտներում։ Դա մի հատ սխալ արտահայտության համար։ Տեսությունը չհամաձայնվելու համար։ Սխալ իրանց կարծիքով սխալ արտահայտության համար։ Հանկարծ սխալվել է, ասում է, բայց ես օրինակ համարում եմ, որ այս կյանքում ամենաճիշտ բանը ամուսնանալն է։ Դրանից այնքան ոչ մի բան չկա, այդ մարդը տենց է համարում։ Այնտեղ անենց հարցակում է տեղի ունենում։ Վայ, ես այս թեմայով շատ ասելիք ունեմ։ Այդ հետևանքները հետո այդ խոսույթի իրականում թերապևտիկ process-ի մեջ ֆանտաստիկ երևում է, որովհետև հյուրի ձայնի, ասենք, իստումը վստահ եմ բոլորը հասկացան հյուրը ով էր, ձայնից եւ մտքի կառուցվածքից, դա հիմնական տարածվում է մարդկանց վրա, ովքեր փորձ չունեն դեռ։ Ու այդ լսարանով մարդիկ ձևավորում են համոզմունքներ,
Բան, ինչը հետագայում թերապիայի մեջ ահավոր խնդրահարույց է քանդել այդ համոզմունքները հավաքել նորից, զրոյից։ Այդ համոզմունքներով գալիս են, որ իսկ ինչի չեն ստացվում իմ մոտ հարաբերությունները խորանում ես ու հասկանում ես, որ ինքը վախում է տղամարդկանցից։ Այո։ Այստեղ հարցը անգամ նրանում չի, որ ինքը ինչ որ չգիտեմ, պիտակավորում է կամ ագրեսիա ունի, ինքը վախում է տղամարդկանցից, որովհետև տղամարդը իր համար ձևավորվել է որպես ագրեսիայի, անադեկվատության, ինչ որ բռիության, ինչ որ մի հատ մարմնավորում, ով որ ինքն իրանով բերում է քո կյանք միայն խնդիր։ Վերջերս մի տեսանյութ ընկավ աչքիս Instagram-ում, շատ հետաքրքիր, որ տենց էլի մեսեջներ, որ ինչու ենք մենք այսքան պայքարում հավասարության համար, որովհետև ես չեմ ուզում քայլել մի քաղաքում, որտեղ ստիպված եմ կողքերս նայել, որին վրա չհարցակվեն հանկարծ ոտնձգություն, ու սենց նայում եմ, ես 37 տարի ապրում եմ Երևանում։ Երևանի ծայրամասերում եմ ծնվել, մեծացել, ու երբևէ չի եղել, որ ես փողոցում քայլելուց վախենամ, որ իմ վրա կհարցակվեն։ Հանդիպել եմ տարօրինակ անձանց, հանդիպել եմ, իհարկե հանդիպել եմ, բայց միգուցե մի պահ արժի խորանալ, արդյոք ես իմ տագնապը իրական է, թե իմ գլխում կառուցվածքն է, որ եթե ես կին եմ ու կողքովս անցնում է հակառակ սեռ, ապա դա վտանգավոր է։ Տես Հայկան, ամեն դեպքում ըստեղ արդարության համար պետք է նշել, որ տենց դեպքեր կան։ Կանն էլ, իհարկե կան, հատկապես փոքր քաղաքներում, փոքր համայնքներում, այն բոլոր բռնության ու բռնաբարության պատմությունները մանկապարտության, այդ հենց մոտավորապես այդ պատմություններն են ու դա կա։ Այստեղ հարցը ուրիշ բանի մեջ է։ Այ հենց գալիս ենք արդեն համոզմունքներին։ Այդ 50-50 չի։ Ես միշտ իմ այցելուներին ասում, որ ամեն դեպքում նես չի էլի 50-50-ա տնից դուրս եկար, հետ եկար, եթե այս անգամ լավ անցավ, օրը դրսում, ուրեմն սենց այս օրը լավ օր էր։ Վաղը Աստված գիտի ոնց կանցնի։ Չէ, պրոստը այդ խոսույթը, որ ես չեմ ուզում ապրեմ մի քաղաքում, Երևանը է այդ տեսանկյունից, ես չեմ ասում չկա, բայց Երևանն է այդ տեսանկյունից ամենաապահով վայրերից մեկն է, իրապես ամենաապահով, դա չի որևէ կերպ հերքում եղածը կամ հնարավորի լինելը, ու դա չի արժեզրկում որևէ կերպ այն բոլոր կանանց, ովքեր ցավոք սրտի անցել են այդ ամեն ինչի միջով, իրանք կան, դա չի որևէ կերպ չեմ հերքում, բայց տոկոսային, երբ ասում են մենք չենք ուզում ապրել այնպիսի քաղաքում, ամբողջ աշխարհում կան անհամեմատ ավելի մեծ քաղաքներ, որտեղ դա անհամեմատ, այնտեղ կարող է 50-50 է։ Ես Երևանից դուրս, դու գիտես, դու իմ հետ եղել ես, ես Երևանից դուրս ուշ ժամին կենտրոնանում եմ։ Ես խորհուրդ եմ տալիս բոլոր այն մարդկանց, ովքեր մեր քաղաքից բողոքում են, գնան Ռիո դե Ժանեյրո։ Երեկոյան դուրս կան Կոպակաբանայով պրոմենադի 10 րոպե Բոստոն, հետո եթե կարողանան գնան հյուրանոց հետ։ Այդ 50-50 է։ Այնտեղ 50-50 է։ Այն որ ամենապրիմիտիվ զարդն անգամ քո վրա, եթե դա ինչ որ դաժե փինա արծաթից կամ մետաղից, կարող է առիթ հանդիսանալ, որ քեզ կողոպտեն։ Ինչի մասին է խոսքը լավագույնը ու դեմոնիզացնել նաև ազգային տեսանկյունից հայ տղամարդիկ խնդրում եմ էլի ֆանտաստիկ հայ տղամարդիկ կան իմ շրջապատում որ sense նայում հիանում եմ երկուսը այսօր տաղավարում նստած են ու տենց հայ տղամարդիկ սարսափելի են հայ տղամարդիկ sense հայ տղամարդիկ ֆանտաստիկ տղամարդիկ են որոնց մեջ կան ոչ ֆանտաստիկ անասուն տղամարդիկ այդքան բան բայց ասել որ բոլորը նույնն են Այդ նույն սկզբունքով հայ կանայք ֆանտաստիկ կանայք են, որոնց մեջ կան անհաջողները, ոնց որ ամբողջ աշխարհում։ Ու իրականում այդ բոլոր արի անկեղծել ասենք, մեզ միշտ պահանջում են այդ լսարան ունեցողներին որպես հյուր։ Այո։ Ու շատ զարմանում են, որ մինչև հիմա չեն եղել, չեն լինելու, որովհետև կատեգորիկ չենք կիսում այդ բոլոր մտքերը, որոնք այնտեղ հնչում են, որովհետև ինչի մեջ է խնդիրը։ Միակողմանի վերլուծությունը չարիք է։
Երբ որ դու ցանկացած բան վերլուծում ես միակողմանի ու երբ որ չկա այդ խոսույթի հակառակը, որ իսկ դու ինչ պիտի անես, այ վերադառնալով այդ հարցին, սիրելի աղջիկներ, իրոք այդ լավ հարց է։ Այստեղ հարցը այն չի, որ ինչ եմ ես պարտական տղամարդուն, չնայած այդ էլ իմ անձնական կարծիքը ասեմ, հարաբերություններում իրար ինչ որ բան պարտական են հաստատ։ Եթե դուք համարում եք, որ դուք ընդհանրապես ոչ մեկին ոչ մի բան պարտական չեք, ճիշտ կլինի հայկանի որոշմանը գաք, ասեք ես այս պահին համարում եմ, որ ինձ sense լավ է, այդ մտքից հրաժարվեք, որովհետև ինչ որ պարտավորություններ միանշանակ լինելու են հարաբերությունների ներսում, ու ինչքան ինքն է ձեզ ինչ որ բան պարտավոր ձեր աշխարհում ու ձեր պատկերացրածով, այնքան էլ դուք ուղիղ այդքան չափով։ Ինչքան բան պահանջում ես, այնքան պիտի պատրաստ լինես հետ տաս։ Բայց շատ իրականում իրոք լավ հարց է մտածել, որ իսկ ինչ ունեմ ես առաջարկելու այն մարդուն, ում ես իմ գլխում պատկերացում, որ ես ուզում եմ տեսնել։ Որովհետև ինչքան ավելի բարձր են քո պատկերացումներն ու պահանջները, այդ պատկերացումներն ու պահանջներին պետքա լինելու համապատասխանել։ Ու ընդհանրապես էլի շատ լավ բան է, տրեյնինգ է, կարող եք բոլորը ձեր գլխում մտածել, որ այն, եթե ես լինեի այն տղամարդը, ում որ ես պատկերացնում եմ իմ կողքին, ինքը ինձ կհավաներ։ Ստա ուրիշ բան է գալիս, ինչ ես դες կաժում։ Ինքը ինձ պիտի սիրին հենց ոնց որ ես կամ։ Այնպես էլ մյուս ամենատոքսիկ նախադասությունն է հարաբերությունների մասին։ Ես ոչինչ, դուք ոչինչ պարտավոր չեք անել տղամարդկանց դուր գալու համար։ Գիտես, գլոբալ ես այդ մտքի հետ համաձայն եմ, ճիշտն ասած ես չեմ համարում, որ յուրահատուկ բաներ պիտի անեմ դուր գալու համար բոլորին, բայց ամեն դեպքում այն մարդուն, ում որ դու ուզում ես դուր գաս, հա, այդ եմ ասում, այն մարդուն ինքը մի քիչ ծայրահեղացրած է, այն մարդուն, ում որ դու ուզում ես դուր գաս, ճիշտն ասած շատ ցանկալի է հա ինչ որ բան անել այդ դուր գալու համար։ Եթե քեզնից ու գալով ստեղ նրան ինչից վեր սկսեցի խոսակցությունը, չմոռանաս ինչ ես ասում, մարդիկ չգիտես ինչի, այդ ինչ որ մի բան անելը տղամարդուն դուր գալու համար, համարում են բացառապես արտաքինը։ Ապրես, որ ես չեմ պատրաստվում իմ արտաքինը փոխեմ, աստծո սիրուն մի փոխի։ Բայց այս քո վերջին կարդացած նյութը եղել է զուգարանի ասվեժիցելի բաղադրությունը սուպերմարկետում կանգնած։ Իսկ դու ուզում ես մի հատ փառահեղ մի տենց խորը հոգեկան եւ հոգեբանական հարուստ աշխարհով անznավորություն, ով պատրաստ է քո հետ Շոպենհաուրից մինչև Կանտ, Դյումայից մինչև Շեքսպիր ցիտի եւ քննարկի, իսկ դու կարաս պրոստը ասես Խվոյնիա թե Օկեանի, մի քիչ չի բռնում։ Ու հա, եթե դու այդ տղամարդուն ես ուզում, իմիննվո, դու պետք է անրվազն իմանաս այդ վերոնշյալ հեղինակները ով են։ Ինչ ժանրում են ստեղծագործում, բայց պետք չի տանել ցանկացած բան ինքնին շուրթերին, այդերին առանց քննադատության, որևէ միջամտության հանդեպ էս սխալ չընկալվի։ Շարունակ։ Քթին շուրթերին ու այդերին էլ կարա տանի։ Հասկանում ես, եթե ինչ որ ստեղ եթե ունես կյանքում նպատակ, ու այդ իրոք ուզում ես, այս օրինակը մենք կարող ենք քննարկենք աշխատանքի մասին։ Եթե դու ուզում ես, ընդ որում այդ աշխատանքային դաշտում ինքը մի տեսակ շատ հստակ երևում է։ Եթե դու ուզում ես կոնկրետ տիպի աշխատանք, դու այդ աշխատանքին պիտի համապատասխանես։ Այնտեղ CV ես ուղարկելու, այդ CV-դ նայելու են ու եթե ամեն դեպքում քո լեզվի գիտելիքները B2-ա ոչ թե C1, իսկ իրանց C1-ա պետք, քեզ չեն վերցնելու գործի։ Ու նաև քո մեջ միտք չի առաջանում, երբ որ դու 3 անգամ դիմում ես աշխատանքի ու դու այդ աշխատանքի կարիքը ունես ու 3 անգամ մերժվում ես, 4-րդին չդիմել։ Ու դիմում ես այնքան, մինչև գտնում ես այն աշխատանքը, որը որ ուզում ես։ Ու այստեղ գալիս ենք այն նրան, որ 2-3 անհաջող դեյթը, ընդ որում ես իհարկե ուրիշ խոսակցության, ուրիշ թեմայի շրջանակներում կարելի քննարկել, դա էլ արժի հասկանալ այդ ոնց էս եկե եզրակացության առաջի դեյթից, որ ինքը անհաջող էր, եթե որտեվ խոշորացույցով ես պատրաստված գնացել, հաստատ գտնելու ես ինչ է այն չէր այդ դեյթի ընթացքում։ Պետք է ամեն դեպքում պետք է, եթե ունես նպատակ ինչ որ բան քո կյանքում ունենալու, այդ նպատակի շուրջ պետք է լինելու լիքը բան ծառայացնել։ Ու եթե դրա շուրջ պետքա ծառայեցնել ժամանակ, ռեսուրս, գիտելիք, արտաքինի փոփոխություններ, չգիտեմ ինչ եւ այլն, այդ ամենը պետք է անել։ Ու գալով է նրան ինչից որ ես սկսեցի սկզբում, եթե դու քո մասին ամեն ինչ գիտես, եթե քեզ ճանաչում ես, ես գիտես այդ էլ միշտ ես իմ իրական բան չի հոգեբանական կոնցեպտ չի ստուգած չի իմ անձնական կյանքի մոտեցումներն են ես ճիշտն ասած ունեմ խորը ներքին համոզմունք որ նմանը քաշում է նմանին եթե դու ինքդ քո հետ ներդաշնակ ես ու հասկանում ես դու ինչի մասին ես ու այդ ձևավորած պատճառ հետևանքայինը ունես ինչ ես ուզում ու ինչի համար ես ուզում
Ու եթե դու քո ներսում հստակ հասկանում ես դու ինչի մասին ես, քեզ շատ հեշտ է լինելու գտնել այն մարդուն, ով որ քեզ համապատասխանա։ Եթե քո ներսում քաոս է, դու անգամ չգիտես դու ինչի մասին ես, քո ուժեղ կողմերը, քո թույլ կողմերը, ինչին ես դու պատրաստ հարմարվես, ինչին պատրաստ ես հարմարվես, կրկին անգամ ինչ ես այդ հարաբերություններից ուզում, ինչի համար ես ուզում, եթե անգամ այդ մասերը հստակեցված չեն, քո կյանք գալու է ոչ մի բանի մասին, ոչ մի բանին չհամապատասխանող, ոչ մի ուժեղ ու թույլ կողմ չունեցող քեզ համապատասխանող ամեն դեպքում մարդ բնականաբար։ Ինչքան է էլի նույնը աշխատանքային ոլորտի մասին, եթե դու փնտրում ես ուղակի աշխատանք, այնքան որ գնա միտեղ աշխատեմ, այտենց մի բան էլ գտնելու ես։ Ամեն դեպքում հարաբերությունները իմ խորին համոզմամբ եւ իմ կյանքի փորձով դա պրոյեկտ է, որը պետք է կառուցել։ Ոնց պրոյեկտն է սկսում եւ ներդնում ես ռեսուրսներ, ներգրավում ես մարդկանց եւ միջոցներ, այդ նույն ձև իմ համար հարաբերությունն է։ Այսինքն եթե դու ընտրում ես քո հետ այդ պրոյեկտը անող մարդ, դու նայում ես ինչքանով այդ մարդը համապատասխանում քո պրոյեկտին։ Կան դեպքեր, որ երբ դու տեսնում ես, որ մարդիկ ոչ մեկ տենց էլ քո պրոյեկտին չի համապատասխանում, ինչ պրոյեկտը դες վերանայում ամեն դեպքում։ Պրոյեկտի չափանիշներն ես փոխում, այդ մարդկանց ընդունելության չափանիշներն ես փոխում, որովհետև ամեն դեպքում there is a difference between commitment and attachment, հա, անընդհատ կպնել այդ մի պրոյեկտին, որը հաֆել ալնում, միգուցե կարելի է պրոյեկտը փոփոխել, որովհետև commitment-ը այդ բազմանկյուն մոտեցումն է, ոչ թե մի անկյունից անընդհատ մոտենալ, fail լինի, նորից մոտենալ, նորից fail լինի, այդ առնվազն խելամիտ չի, բայց ոնց որ կան իրավունքներ, ունենց կան պարտականություններ, որտեղ այդ աշխատանքի օրինակով որ կարևոր հասկանալ է ինչ պարտականություններ են լինելու այնտեղ, որտեղ դու ուզում ես հայտնվես։ Իհարկե, ու այդ օրինակը, որ դու բերեցիր աշխատանքի բերումը, որքան բարձր է վարձատրությունն, այնքան շատ են պատասխանատվությունները։ Ցանկացած աշխատանքին դիմանալ։ Իհարկե, ինչքան ավելի ճակերտավոր իդեալական ստատուսով կամ չգիտեմ, հետաքրքիր է տղամարդը, այնքան ավելի դիմանալու բանը շատ է լինելու, բացասական առումով չէ, տագնապին դիմանալու, բարդությանը դիմանալու, շատ բան անտեղ լինելու, ինչին պետք է լինելու դիմանալ ու համապատասխան անձի կառուցվածք ունենալ դիմանալու համար։ Ու որ մարդիկ շատ հաճախ նայում են այդ նույն բիզնես ոլորտին, եթե պրոյեկտ ենք, այդ ղեկավար դառնալու մոլուցքը իրանք այնքան սխալ են տեսնում, որ դե հա ինչա, տենց սրան էս ասում անի, նրան էս ասում անի, բայց այդ ինչա իրականում իր ամբողջ սպեկտրը պարտականություններ, ինչ օրեր են այդ մարդիկ ունենում, եւ այլն, այդ սարսափելի է, որտեղ որպես մարդով այն ամենաներքևից բարձրացել է մինչև ինչ որ ղեկավար պաշտոնի, ես հստակ գիտեմ, որ ինչքան շատ է այդ, ինչքան բարձր է, ինչքան շատ է վարձատրությունը, ինչքան շատ է պրիզնանյան, այնքան մեծ է պատասխանատվությունների ամբողջ շղթան։ Դրա համար էդ էլ գիտակցեք, ոնց որ Նելին ասեց, թե ինչ գին եք վճարելու այդ պրոյեկտ ներգրավվելիս։ Ես մի բան էլ կուզեմ նշեմ, ես վերջի բանա, որ ուզում ասեմ, հետո թե դու ինչ-որ լրացնելու բան կունենաս, կասես, միգուցե մի քիչ հոգևոր դաշտի քննարկումը, բայց ամեն դեպքում ես շատ ուզում եմ ասեմ, ընդհանրապես ես որ ասում եմ, ցանկալի է ուզել ոչ թե մարդ, այլ հոգեվիճակ։ Ինքը իրականում ինձ թվում է լավ կետ է շարժվելու համար, որովհետև առհասարակ ես ցանկությունների դաշտում ունենալ ուզում եմ այսինչ մարդուն կամ այսինչ տիպի մարդ, մի քիչ չգիտեմ, բայց այ հոգեվիճակ, ընդ որում երբ որ հոգեվիճակ են նկարագրում են ինչ պիտի տան ինձ սիրեն, ես լինեմ երջանիկ, իմ համար այսինչ բանը անեն։ Այդ ամեն ինչը իրականում սիրո կոնցեպտի հետ ընդհանրապես կապ չունի, որովհետև ես կարծում եմ, որ եթե կյանքից կամ ինչ որ տիեզերքից Աստծոց ինքդ քեզնից էական չի ոնց է ձևակերպում, հա, ուզում ես սեր, ինձ թվում է ինքը պիտի սկսի հաստատեն կետից, երբ որ պետք է ուզենաս դու նախ քո մեջ այդ սերը ունենաս։ Այդ էլ շատ կապ ունի նրա հետ, որ ես ասում արժի սկսել ինքներս մեզնից, որովհետև իրական սերը բավականին քիչ է, ու իրական շատ քիչ մարդ կա, ով գիտի ձևը սեր տալու։ Սեր ստանալու ձևը բոլորը գիտեն, պահանջելու ձևն էլ գիտեն, ստանալու ձևն էլ գիտեն, հասկանալու ձևն էլ գիտեն, ոնց հասկանան, որ մի տեսակ ինձ ոնց որ ստեղ չեն սիրում։ Այդ սեր տալու ու սեր զգալու վրա ոչ մեկ չի կենտրոնանում։
Ու ես միշտ ասում եմ, որ այդ կետերի վրա գերկենտրոնացումը այն 1.80 լինի, չգիտեմ, տենց այս ինչքան տարեկան լինի, այս ինչքան փող աշխատի, այս ինչ մասնագիտություն ունենա ու 6 հատ գիրք կարդացած լինի, էական չի, հա, ով ինչ ձևակերպումներ ունի։ Այդ պահանջների ցուցակը կետերով իրականում շատ արժի վերափոխել են նրան, որ ինչ եմ ես ուզում զգամ այդ մարդու կողքը։ Ոնցն եմ ես ուզում լինեմ այդ մարդու կողքը։ Ով ինչ եմ ես ուզում մենք իրար հետ կառուցենք։ Ինչ եմ ես ուզում տամ այդ մարդուն։ Որի համար դու շատ ճիշտ ասեցիր, պետք է հասկանամ առհասարակ ինչ կա իմ մեջ որ տամ այդ մարդուն, որովհետև եթե այնտեղ դատարկությունն է, եթե այնտեղ ագրեսիա է, դատարկությունը շատ զգացվում է ու առանձնապես ոչ մեկին չի գրավում։ Եթե այնտեղ ագրեսիա է, եթե այնտեղ աբիդա է, եթե այնտեղ մերժում է, լիքը բաների, հա, ու այդ քո ասած քաոսն է, հետևաբար այդ հարաբերությունները լինելու են, եթե նույնիսկ գտնեն այդ ես ուզում եմ ինձ սենց սիրի, ես ուզում եմ ինձ սենց փայփայի եւ այլն, դա երկար չի տևելու, որովհետեւ ոչինչ այս կյանքում միակողմանի չի լինում։ Ամեն բան ունի զարգացման հնարավորություն, եթե երկկողմանի ներդրում կա այդ ամեն ինչի մեջ ու հա ինքը հենց ներդրում է, որովհետև եթե մարդիկ կարծում են, որ ես գտա իմ արքայազնին եւ այդ օրվանից կղզին կոչվեց աղթամեր, ոչ դա ամենօրյա աշխատանք է, ամեն օր յուրաքանչյուրս ներդնում ենք մեզնից ինչ որ մի բան այդ ամեն ինչի մեջ, որպեսզի դա զարգանա։ Չենք կարող սերմը դնել հողի մեջ ու ասել մի անգամ ջրել ու ասել դե կաչի էլի, կաչի, բայց մոլախոտ կաչի, ինչքանով է դա ձեզ օգտակար, ես չեմ կարող երաշխավորել, շատ մարդիկ մոլախոտով են շատ երջանիկ, այնքանա հողը չերևա։ Բայց այդ ես չեմ բանանում հերքում, որ սխալ ներդրումներ շատ են լինում, բայց ամեն դեպքում դրա համար կա ինքնազարգացում, դրա համար կա ինքնավերլուծություն, հա, այս իրական բաներից որ ընդհանրապես շատ ճիշտ բան ես ասում, որովհետև թո ես չհնչի ինչ որ կյանքի ճիշտը միանգամից հասկացած մարդկանց խոսք, ես սեղանի շուրջ բազմիցս քննարկվել է մեր անձնական սխալ որոշումները, հա, Հայկանին էլի օրինակ չբերենք Հայկանին, խոսափողը նորից չփոխանցենք նույն պատմությունները չպտտացնենք։ Տայատակայում։ Չէ, ընկերներ, իսկապես բոլորս կարող ենք անել սխալ ներդրումներ, բայց եթե օրինակ ներբեռնեք Evoca Invest հավելվածը եւ միանաք Evoca Invest Telegram-յան ալիքին, հավանականությունը, որ դուք կանեք սխալ ներդրումներ ֆինանսական կտրուկ կրճատվում է, որովհետև Telegram-յան ալիքում կարող եք հետևել բոլոր նորություններին եւ թարմացումներին ֆինանսական աշխարհի եւ հավելվածի միջոցով ցանկացած պահի, ցանկացած վայրում կատարել ճիշտ ֆինանսական ներդրում, որովհետև անկախ ամեն ինչից դուք խուսափում եք հարաբերություններից, դուք հարաբերությունների մեջ եք, դուք դուրս եք եկել վատ հարաբերություններից, դուք փնտրում եք նոր հարաբերություններ, շատ կարեւոր է, ոնց որ ասեցինք, դուք ունենաք ձեզ։ Իսկ դուք ձեզ առանց փող երթվում են, պետք չեք։ Դրա համար արեք ճիշտ ներդրումներ, ներբեռնեք Evoca Invest հավելվածով, ես վստահ եմ, որ Evoca Touch-ն արդեն ունեք, միացեք Telegram-յան ալիքին, հղումները ամբողջությամբ նկարագրության մեջ են, սովորենք ներդնելու մշակույթ, թե ֆինանսներում, թե ինքներս մեր մեջ։ Հարգելի գոլազակադրում ինչ որ ավելացնելու բան ունեք։ Ինչ որ бан ունեի, բայց մոռացա մի վարքյան։ Ինչի՞։ Հրաշալի ինտեգրացիա է։ Հա, Հայկանը կոնկրետ է, որ ասես любой неожиданной ситуации միշտ պատրաստ։ Ինտեգրենք ցանկացած բան։ Գիտես ինչ էի ուզում, նու ոչ թե ավելացնեի, որտեվ հրաշալի ամեն ինչ ասեցիք արդեն, ուղղակի երևի կոչ անենք այն մարդկանց, ովքեր ունեն բազմահազարանոց հանդիսատես, չսերմանեն ատելություն, ինչ որ սերի նկատմամբ կապ չունի կանանց, թե տղամարդկանց, որովհետև ատելության պետք չի զբաղվել ատելության քարոզով ուղղակի։ Միանշանակ համաձայն եմ ու առհասարակ ատելությունը ոչ միայն դիմացինին է նեղում ու նեղացնում, այդ ֆանտաստիկ վատ էներգիա ինքներդ ձեզ համար ու եթե ձեր մեջ այդ ամեն ինչը անընդհատ արթնանում է, դուք դիմացինին ատում եք, բլոգերին ատում եք, Պողոսին ատում եք, Պետրոսին ատում եք ու սիրում եք մենակ ինչ որ մեկ հոգու, այդտեղ ինձ թվում է խնդիր կա, որովհետև ատելությունը
օգ չի անընդհատ գալ։ Ու առաջին հերթին վնասը հենց իրանց, Այդ որովհետև այդ ագրեսիան իրանց դառնացնում է, այդ դառնությունից ելնելով չեն ունենում առողջ հարաբերություններ ու այդ փակ նեգատիվ ցիկլը շարունակվում է ու գնալով իրանք ավելի են լցվում ատելությամբ ու գնալով ավելի է տարածվում այդ հեյթը։ Շատ համաձայն եմ։ Ու ընդհանրապես ես իմ Instagram խոսել եմ, բայց ոնց որ հաղորդման շրջանակներում չենք քննարկել, փորձեք ես գիտեմ, որ դժվար է, ես հասկանում եմ, որ այս ինֆորմացիոն դաշտում շատ դժվար է հասկանալ, ով ինչ կետից է ու ինչի մասին է ձեր հետ խոսում, բայց փորձեք տարբերել, երբ է մարդը խոսում անգամ իր սեփական արժեհամակարգի ու պատկերացումների մասին ու ի սրտե ձեր հետ կիսվում այդ պատկերացումներով։ Երբ համարթը իր տրավման դարձրել դրոշակ ու իր ինքնության հիմնական կրող պատ, ու երբ այդ իր դրոշակը հանած, ինչա թե ինքը չի կարողացել իր տրավման ինչ որ ձևով իր մեջ այլ սուբլիմացիայի ձևեր գտնի, որոշել է դրա հանրայնացումով զբաղվի ու ինքը սուբլիմացնում է իր տրավման ձեր միջոցով։ Երբ որ իր լսարանը հավաքվում է ու սկսում է հա շատ ճիշտ է, իմ մոտ էլ է տենց եղել, ինչ ճիշտ բաներ ես ասում, հենց հենց էլ եկեք շարունակենք, այդ ամեն ինչը ոչ թե այդ մարդուն օգնում է իր տրավմայից դուրս գալ, այլ օգնում է բոլորին մտնել իր տրավմայի դաշտ։ Ու առհասարակ, երբ որ մարդ խոսում է իր ցավացող կետից, այդ միշտ լսվում է։ Երբ որ մարդ կիսվում է արժեհամակարգից, ուղղակի ինչ որ իր պատկերացումներից, ինքը դա չի անում ագրեսիվ, ինքը դա չի անում փաթաթելով, ինքը դա չի անում քննադատելով այլ կարծիքներ, ինքը դա անում է շատ հանգիստ ու դրա մեջ երբեք չկա էմոցիոնալ ներգրավվածություն։ Երբ որ այդ էմոցիոնալ ներգրավված ձեզ պատմում են, որ աշխատեք չամուսնանալ, ինչքան հնարավոր է ուշ ամուսնացեք, ինչքան հնարավոր է քիչ ամուսնացեք ու նմանատիպ հոյակապ նախադասություններ, երևի թե ամեն դեպքում այդքան էլ առողջ կետի շուրջ չի պտտվում։ Մանավանդ երբ որ այդ ներկայացվում է անկախության գաղափարախոսության տակ, որովհետև անկախանալ չի նշանակում մեկուսանալ հասարակությունից ու հակառակ սեռից, որովհետև այլ կերպ մեր հասարակությունը ուղղակի չի զարգանա։ Պետք է ընդունել այն փաստը, որ տղամարդիկ կախում ունեն կանանցից, իսկ կանայք կախում ունեն տղամարդկանցից։ Այս երկու սեռերը փոխ կախյալ են առողջ իմաստով։ Ու հարաբերությունների ներսում չի կարող ուղղակի գոյություն ունենալ անկախություն, չկա տենց բան։ Եթե հարաբերությունների ներսում ես դու գտնվում, այնտեղ միանշանակ լինելու է հյուրի ասած առողջ փոխկախյալությունը, պարտադիր։ Ընդ եթե չկա հարցեր այդ հարաբերությունների նկատմամբ առաջանում են, էլի, ես ազատ եմ ու հարաբերություններում եմ մի քիչ ամեն դեպքում ինչ որ պատասխանատվություններ հարաբերություններում լինելը մեր վրա դնում է։ Եթե երկուսն էլ կողմեն այդ ազատ լինելու եւ հարաբերությունների մեջ լինելու, էդ էլ է պայմանավորվածություն։ Պայմանավորվածությունը, որ մենք ազատ ենք այս հարաբերություններում, դա նույնպես պայմանավորվածություն ու պատասխանատվություն է։ Շատ համաձայն եմ։ Չգիտեմ, ես իրականում շատ կուզեմ էլի ինչ-որ թեմայի շարունակությունն էլ քննարկենք, գիտեմ։ Ու կարճ համարին այս հյուրը հրաժարվեց այսօր կադրի մեջ մեր հետ հայտնվի նենց չի էլի, որ մենք ենք պահանջել, որ սենց միայն ձայնը հնչի։ Ես ուղղակի անպատրաստ եմ։ Բայց կարող է հաջորդ անգամ համաձայնվի կամ գուցե այլ ֆորմատով համաձայնվի, այնպես որ հետևեք իրադարձություններին։ Հետևեք իրադարձություններին, ուզում եմ ասել, կատարեք ճիշտ ընտրություն, հասկացա, որ այս համատեքստում կարող է շատ քաղաքականացվի։ Բայց ամեն դեպքում մենք յուրաքանչյուրս ամեն օր ընտրում ենք ինչ-որ մի բան, ընտրում ենք մեր կյանքը, եւ եթե սխալ ընտրություն ենք կատարել, դա դատավճիռ չի։ Կարելի է ընտրությունը միշտ փոխել, միշտ։ Ու քանի դեռ մենք ողջ ենք, մենք միշտ պիտի փորձենք։ Եթե 3, 4, 8, 15 անգամ ձեր մոտ ստացվել են վատ հարաբերություններ, այդ չի նշանակում, որ այդտեղով պիտի ամեն ինչը վերջանա։ Եթե կա նպատակ, եթե անգամ պետք լինի ամբողջ կյանքը ծառայեցնել այդ նպատակին, այդ վերաբերում է ցանկացած նպատակին, ֆինանսական, անձնական, ուրեմն պետք է ամբողջ կյանքը ծառայեցնել այդ նպատակին։ Ու նպատակի բնորոշումը առհասարակ իմ կարծիքով ճիշտն ասած այդ է։ Նստել ու մտածել ու ուզենալ ինչ-որ մի բան ու դրա համար ոչ մի բան չանել, դրա անունը հաստատ նպատակ չի։ Այսօրվա համար այսքանը։ Bye.